Եթե այս խումբը 8 տարի առաջ մտադրություն ուներ խաղաղ ձևով լուծել Ղարաբաղի հարցը, բացել կոմունիկացիաները եւ նավթ ու գազ բերել Ադրբեջանից, մենք որևէ առաքություն չունեինք։ Նրանք ունեին ժամանակ, 2 տարի ունեին, որ դա անեն։ Նրանք դա չարեցին։ Նրանք կոտրեցին մեր ժողովուրդը, հանձնեցին Արցախը, մեզ ծնկի բերեցին։ Այս պայմաններում, եթե դուք կախվածության մեջ եք ընկնում ձեր հարևանից, որը ձեզ այլև չի ների այս պատերազմի համար եւ Ղարաբաղի համար, նրանք մեզ չեն ների։ 30 տարի է, նրանք շատ լավ հիշում են, թե այնտեղ ինչ էր կատարվում։ Դուք ընկնում եք կախվածության մեջ, Ալիևը երբ որ ուզենա, երբ որ իր դուրը չեկա, օրինակ, որ դուք ինչ որ հարց եք տալիս ինձ, ես ինչ որ պատասխան եմ տալիս, նա այդ խողովակները կփակի։ Ոնց որ բացել է, այնպես էլ կփակի։ Եվ մենք փաստորեն ստիպված կլինենք ենթարկվել Ադրբեջանին։ Թուրքիան իր սահմանը 90-ականների սկզբին բացել էր եւ մի քանի գնացք եկավ ծորենով։ Հետո փակեց, ոնց որ բացեց, նենց էլ փակեց։ Եթե սրանց նպատակն է մեզ սովորեցնել, որ մենք պետք է կախված լինենք Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ ցանկացած ձևով Ռուսաստանին դուրս մղել այստեղից։ Հետո երբ որ մենք արդեն կախված կլինենք Թուրքիայից, Ադրբեջանից, մեր հետ լրիվ ուրիշ ձևով կխոսենք։